Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սարգիս Պետրոսյանը ելնելով նաև առողջական խնդիրների վերաբերյալ եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված, բայց նաև պիտի հիշեցնեմ, որ փորձագիտական քաղաքական դաշտը խոսում է, որ հնարավոր է սա այսպես կոչված քաղաքական հրահանգ է, հա, իջեցված եւ որ կանխատեսում էին Սամվել Կարապետյանը որոշ ժամանակ անց նորից կալանավորվելու է։ Դուք որքանով եք սա իրատեսական համարում, չնայած որ դատավորը հերքել է, որ իրեն կարող է Ես հստակ կարող եմ ասել, որ առնվազն այս ամբողջ ընթացքը այն ժամանակահատվածում այս կարճ, որ նույնիսկ Սամվել Կարապետյանին թույլ չտվեցին այցելել իր հոր գերեզմանին, ցույց է տալիս, որ այստեղ չի կարող լինել որևէ պայմանավորվածություն։ Ավելին, Սամվել Կարապետյանի վարքագծից, ընդհանուր իր կենսագրական տվյալներից դուք կարող եք պատկերացումը արդեն կազմել, թե մենք ինչ տեսակ մարդու մասին ենք խոսում։ Չի կարող նման բան լինել։ Մենք խոսում ենք մի абսուրդային իրականության մասին, մի իրավական, կներեք, ամենաթողության, բեսպրեդելի մասին, որը տեղի է ունենում Սամվել Կարապետյանի գործով, որը տեղի է ունենում հունիսի 17-ից, երբ Facebook-յան արդարադատությունով է որոշվում ամեն ինչ։ Դուք կհիշեք նախորդ անգամ մենք դատական նիստի էինք, հայկական ժամանակը արդեն ասել էր, թե ինչ ելք է լինելու։ Իդեպ ես սարսափում եմ կարդալ հայկական ժամանակը այսօր, թե տեսնենք հիմա ինչ են կանխատեսելու այս դատական նիստի հետ կապված։ Իրենք կարողանում են ավելի շուտ իմանալ, համաձայն եմ։ Որ ասում եք այդ վարույթ հարուցելու, մի քիչ մարդկային լեզվով կբացատրեք, դա ինչ է նշանակում, որ ոչ իրավաբանները հասկանան։ Փորձեմ։ Տեսեք, ամեն դեպքում, քանի որ ինքը իրավական որոշակի խրթին հարց է, այստեղ է խնդիրը։ Տեսեք, վարույթ հարուցվում է որոշակի հանգամանքներով եւ որից հետո որոշվում է, օրինակ, պահպանել կալանքը, թե կիրառել այլ խափանման միջոց, բայց սկզբնական փուլը դա դեռ վարույթ հարուցելն է։ Պատկերացրեք, եթե վարույթ հարուցել միջնորդության վերաբերյալ, դատարանը գտել է, որ ոչ թե պետք է հատուկ ընդգծի, որ օրինակ տնային կալանքը պետք է բեկանվի եւ կալանքը պետք է լիներ որպես այդպիսին խափանման միջոցը, այլ ընտրել է այլ մոտեցում։ Ենթադրում եմ ընտրել է այլ մոտեցում, քանի որ Մեղմ ասած ճնշումները այնպիսին են լինում դատավորների նկատմամբ ժողովրդավարության բաստիոն հանդիսացող Հայաստանում, որ միաժամանակ նաև մարդիկ փորձում են ինչ-որ կերպ այդ ճնշումը համ պահպանել, համ ինչ-որ լուծումներ գտնել։ Հիմա ինչ-որ լուծումներ երևի թե փորձել է Սուրեն Խաչատրյանը գտնել, որտեղ ոնց լրշեցի, պատկերացրեք ինքը գտել է, որ վարույթ չպետք է հարուցվեր, բայց մանրակրկիտ անդրադարձել է օրինակ կոչերի վերաբերյալ հանգամանքին, որ դատարանը կիրառել էր։ Հիմա այս իրավիճակում արդյոք հնարավոր է սթափ, սառը, մարդկային, մատչելի ձևով գնահատել այս որոշումը։ Ոչ, հարգելի գործընկերներ, ինչի համար, որովհետև երբ մենք հասկանում ենք, թե դատավորների հանդեպ ընդհանրապես ինչ աստիճան ճնշումներ են, միտեղ հենց հնչեցնում է Սամվել Կարապետյան անունը, վերջ, դատավորներից նույնիսկ ամենալավ դատավորը կարող է վերածվել մի ինչ-որ, այսպես ասած, ինչպես էին ասում, չէ, թե ինչ է արդարությունը, թե ինչ է արդարադատությունը, թե ինչ է դատավորի խիղճը։ Այս 3 հարցերին պատասխաններ չեն գտնում այդ դատավորները։ Երևի իրենք էլ են ուզում ինչ-որ միտեղ, որ դա գրված լինի։ Օրինակ դատավորներ կան երևի թե, որ ուզում են հասկանան, թե ինչ է դատավորի խիղճը։ Դեռ չեն կարողացել հասկանալ, բայց կարողանում են այսպիսի դատական ակտեր կայացնել։ Հիմա եթե Սամվել Կարապետյանի առողջական վիճակը գնահատվի, լավանա, հիվանդանոցից դուրս գրվի, ուր է տեղափոխվելու, տուն թե բանտ։ Ես այս իրավիճակում ըստ վերաքննիչի որոշման, եթե դիտարկենք իրավիճակը, որ բժշկական օգնության եւ սպասարկման հարցը չլիներ, միևնույնն է չենք կարող պատասխանը տալ, որովհետեւ արդեն կա դատական նիստ նշանակված տնային կալանքի երկարաձգման հարցով։ Ինչի համար եմ սա ընդգծում։ Պատկերացրեք, եթե օրինակ դատավոր Դոլմազյանը կիրառում է վարչական հսկողությունը որպես խափանման միջոց եւ իր դատական ակտում արձանագրում է, որ որոշումը մտնում է օրինական ուժի մեջ հենց դատական նիստերի դալիճից։ Ինչ է լինում այդ ժամանակ անձը, անկախ նրանից թե երբ է լրանում ժամկետը խափանման միջոցի, դուրս է գալիս դատական նիստերի դալիճից։ Կազուս է էլի առաջացել, հա, պարոն Մարտիրոսյան։ Որոշակի առումով, այո, բայց խնդիրը ուրիշ բանում է։ Հակասություն ես չեմ տեսնում ինչու, որովհետև հունվարի 13-ից գիծ ենք քաշում, գործընկերներ։ Հունվարի 13-ից անդին այլևս հնարավորություն տնային կալանքի խափանման միջոցից զատ ավելի խիստ խափանման միջոցի իրավական կառուցակարգ չկա։ Գտեք ցանկացած իրավաբանի, ասեք կա տենց մեխանիզմ, թե չէ։ Քրեական դատավարության օրենսգիրքը ուղիղ սևը սպիտակով այդ կարգավորումը նախատեսել է։ 5 օր շուտ, այլ հարց երևի թե Սուրեն Խաչատրյանից կարող է լինի հիմա դժգոհություն։ Օրինակ, ասեն ինչի ամսի 13-ին չէր տվես դատական ակտը։
Օրինակ ինչի չի արել Սուրեն Խաչատրյանը։ Այ հիմա կարող է նորից հարց առաջանա Սուրեն Խաչատրյանի խիղճը, արդարադատությունը, արդարությունը ինչա, ոնց է, բայց մի բան կարող եմ ասել, իսկապես ես մարդկայնորեն նույնիսկ ինչ որտեղ սարսափում եմ մեր դատական համակարգից։ Սարսափում եմ, որպես իրավաբան իսկապես ինքը վախենալու երևույթ է, որ ստացվում է դատավորը կարող է իսկապես նման դատական ակտ կայացնել։ Այսինքն նման կերպ փորձի իրավիճակը մեկնաբանել։ Բայց ես հասկանում եմ նաև այն աստիճան հակասականության մեջ են իրենք էլ չեն հասկանում երևի թե ինչ փորձեն անել այս ճնշումների պայմաններում։ Իրականում Սամվել Կարապետյանը երբ դեռևս հունիս ամսին իր առաջին հայտարարություններից մեկում, որը դիմել էր հանրությանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, նույն ինքը Չոբան-Քյարայի քրեակատարողական հիմնարկից, վերջինիս կողմից հենց նշվել էր ընդհանրապես դատական համակարգի խնդիրները, ընդհանրապես դատավորների անկախության խնդիրը, որ իրականում դատավորները ոչ թե անկախ են, այլ կախյալ են։ Եվ այս հանգամանքների վերաբերյալ իր խոստումները ներկայացրել էր։ Իդեպ ճանաչելով արդեն Սամվել Կարապետյանին առավել քան լավ, վստահ եղեք այդ խոստումը կատարելու է։ Դուք նշեցիք, որ ավելի քան 6.5 ամիս է Սամվել Կարապետյանը գտնվել է ԱԱԾ մեկուսարանում եւ որևէ հետազոտություն չի անցել, բայց եւ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու պատճառով է Սամվել Կարապետյանի առողջական վիճակը վատացել, բայց եթե չեմ սխալվում, պարոն Կարապետյանը պիտի նաեւ կարողանար իր ուզած բժշկի մոտ, այսպես ասած, գնալ բժշկական հետազոտություն անցնելու։ Դուք պարզապես մեջբերում եք կառավարության վերաբերելի որոշումից, ինչպես նաև ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքներին վերաբերող նորմատիվ իրավական ակտից դրույթ։ Այո, այն ամբողջությամբ չի գործել Սամվել Կարապետյանի դեպքում։ Այո, այն բազմաթիվ այլ կալանավորների դեպքում գործում է եւ պետք է գործի, բայց Սամվել Կարապետյանի դեպքում չի գործել։ Եվ ես հատուկ եմ ընդգծում, որ Սամվել Կարապետյանի առողջության հետ կապված այն իրավիճակը, որը կա, որը վստահաբար լուծվելու է։ Վստահաբար այս առողջական խնդիրները հաղթահարելու է Սամվել Կարապետյանը, որտեղ նորից եմ ասում, մենք խոսում ենք ուժեղ հայ տղամարդու մասին, որի նկատմամբ չարամտորեն նման գործողություններ են կատարվել։ Ես այստեղ թե չարամտությունն եմ տեսնում, թե դիտավորությունն եմ տեսնում, բայց վստահ եղեք, այս ամեն ինչը հաղթահարվելու է։ Դիմումները ներկայացրել եմ ես։ Քանի անգամ եմ մերժվել։ Գիտեք, քանի անգամ եմ ներկայացրել։ Դուք քրեական գործի հատորները, որ տեսնում եք 100 թերթից ավել։ Ես այդքան դիմումներ ունեմ ներկայացրած։ Բժշկին դիմելու։ Այո։ Բժշկական պատշաճ, օգնություն ապահովելու վերաբերյալ բոլորը մերժվել են։ Բոլորը։ Կներեք արդեն ժամը 16:00-ն է մոտենում, ներողություն եմ խնդրում, շնորհակալություն արգելի գործընկերներ, որ նման արագ արձագանքեցին։ Գնում եք Վայդոլմազյանի։ Այո, դատական նիստի տնային կալանքի երկարաձգման վերաբերյալ շնորհակալություն գործընկերներ ջան։ Պարոն Կարապետյանը տնային կալանքում նա։ Եկեք հələ հասկանանք ի վերջո հնարավոր է մերժվում է ընդհանրապես այս միջնորդությունը։ Իդեպ գործընկերներ, սա էլ եմ ուզում հատուկ հստակ արձանագրել։ Մենք տնային կալանքի վերաբերյալ ունենք հստակ առարկություններ։ Մենք գտնում ենք, որ ընդհանրապես այս գործով խափամամիջոց չի կարող կիրառվել։ Լավ, ի վերջո վերհիշենք, հա, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Լավ, ինչ հանցանք կարող է այստեղ լինել, չէ՞, նույնիսկ լավ ամենա աբսուրդային, տիտանական աբսուրդային երևակայությունը թույլ չի տալիս այստեղ տեսնել ինչ որ որևէ մի հակաօրինական արարք։ Եվ ընդհանրապես ես համարում եմ, որ ամեն ինչ սահման պետք է ունենա։ Ամեն ինչ, նույնիսկ քաղաքական հետապնդումն սահման պետք է ունենա։ Դրա համար այո, մեր դիրքորոշումը այն է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընդհանրապես խափամամիջոց չպետք է կիրառվի։ Ընդհանրապես, կներեք ներողություն եմ խնդրում։ Մեկ ամսով մնացած հետո կասեմ։